Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է մեր տաղավարում հյուրընկալել ենք Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, նախ մի ճշտում, Լեհաստանում դեսպան աշխատելու տարիներին, այս օրերին ցեղասպանության տարելիցին ընթառաջ ինչ աշխատանքներ եք կատարում դուք եւ տեղեկություններ ունեք, թե հիմա ինչ են անում մեր դեսպանները, ոչ միայն Լեհաստանում, առհասարակ աշխարհի տարբեր երկրներում։ Լեհաստանում իմ դիվանագիտական առաքելության պաշտոնական մեկնարկ եղել է 2015 թվականի հունվարից։ 2015 թվականը հենց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին էր, եւ ի պաշտոնե ես ստանձնել եմ նաեւ հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման Լեհաստանի հանձնախմբի ղեկավարումը։ Եվ որպեսզի ամփոփ ասեմ, մենք միայն 2015 թվականին Լեհաստանի 18 քաղաքներում կազմակերպել ենք 98 տարբեր բնույթի միջոցառումներ։ Հիշեցնեմ, որ տարին ունի ընդամենը 54 շաբաթ, ներառյալ ամառվա հանգստյան շաբաթները, ձմեռվա ժամանակաշրջան, 98 միջոցառում տարբեր քաղաքներում, որոնց վրա պետական բյուջեից գրեթե ոչ մի կոպեկ չի ծախսվել, այսինքն մենք դարել ենք մեր Լեհաստանի հայկական կազմակերպությունների, Լեհաստանի կառավարության միջոցներով եւ այլն։ Ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության տարելիցի ապրիլի 24-ին Վարշավայի Սադիբա թաղամասում տեղադրված է հայկական խաչքար եւ կա հայկական պուրակ եւ ավանդաբար մինչեւ իմ դեսպան նշանակվել է նաեւ մեր դեսպանությունը եւ համայնքը ավանդաբար ընդեղ է հավաքվել հիշատակի միջոցառումներ կատարելու համար։ Իմ պաշտոնավարման շրջանում առաջին անգամ այդ միջոցառումները կազմակերպվել է Լեհաստանի Պատվո պահակախմբի մասնակցությամբ զինվորական կարգով, որին մասնակցություն են ցուցաբերել ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև Լեհաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, մասնավորապես 100-րդ տարելիցի կապակցությամբ Սեմի փոխնախագահն, փոխմարշալեկն է մասնակցել, մյուս տարիներին, ասենք, Սենատից են եղել ներկայացուցիչներ Լեհաստանի։ Վերջին տարին 2018, որին ես դեռ ընդեղ էի, 18 թվականի ապրիլի 24-ին մասնակցել է Լեհաստանի արդարադատության նախարարն ու գլխավոր միաժամանակ նաև գլխավոր դատախազը։ Այսինքն Լեհաստանի իշխանությունների ամենաբարձր մակարդակի ներկայացվածությունը եղել եւ նաեւ Լեհաստանում հավատարմագրված մի շարք պետությունների դեսպաններ եւ դեսպանությունների աշխատակիցներ։ 100-րդ տարելիցին ես քաղաքավարական այցի շրջանակներում հատուկ եմ եղել բոլոր այն երկրների դեսպանություններում, որոնք որ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, նրանց տեղեկացրել 100-րդ տարելիցի մասին եւ հրավիրել 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Սա շատ համառոտ միայն այդ տարվա գործունեության մասին եւ ապրիլի 24-ի խորհրդով։ Իսկ այս տարի օրինակ այս պահին, այս օրերին Վարշավայի կենտրոնում ցուցադրվում է Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված մի ցուցահանդես, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջանը, որը Հայաստանի մասին է ըստ էության, իրենք դա անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն Հայաստանի տարածքում գտնվող պատմական վայրերը, աշխարհագրական վայրերը ներկայացվում են որպես Արևմտյան Ադրբեջան, եւ այդ ցուցահանդեսը կազմակերպել է Վարշավայում Ադրբեջանի դեսպանությունը, Հայաստանի դեսպանության լուրջ ինչ կարող են անել Հայաստանի դեսպանությունը այնտեղ։ Իհարկե պետք է խափանի, որովհետև այդ առանց Լեհաստանի տեղական կամ կենտրոնական իշխանությունների համաձայնության հնարավոր չի որևէ միջոցառում կազմակերպել եւ նախապես տեղեկացված չլինել նրանց մտադրության մասին դա անգործության հետևանք է։ Նախապես չաշխատել Լեհաստանի իշխանությունների հետ, ասենք օրինակ Վարշավայի քաղաքապետարանի կամ արտգործնախարարության հետ դա անգործության հետևանք է, որովհետև դու նախապես ես ասում բարձր չէ որ ցանկացած ցուցահանդես կազմակերպիչ նախապես ասենք քաղաքապետանին հայտնում է ինչ է ցուցադրվելու, ինչ խորհուրդ ունի, ինչ նպատակ ունի եւ եթե Հայաստանի դեսպանությունը նախապես իր բողոքն է արտահայտում, իր վերաբերմունքն է արտահայտում, դա միանգամից խափանվում է։ Իսկ նշանակում է որ նրանք կամ անտեղյակ են կամ էլ լավ էլ տեղյակ են, հենց չգիտեմ Հայաստանի դեսպանը մասնակցել է դրա բացման արարողության թե չէ, լուսանկարներում չեմ տեսել։ Իսկ մյուս երկրներում տեղեկություններ ունեք ինչ վիճակ է, դեսպանները որքանով են աշխատում, գոնե այս ուղղությամբ։ Նույնը բանում, Վատիկանի համալսարանում նույն օրերին չկազմակերպեց քրիստոնեությունը Ադրբեջանում գիտաժողով։ Ասենք Վատիկանում Հայաստան ունի ռեզիդենտ դեսպան։ Շատ քիչ երկրներ կան, որ Վատիկանում որպես պետություն, քաղաք-պետություն ունենում են ռեզիդենտ դեսպան, որպես կանոն այլ երկրներում հավատարմագրված դեսպանները համատեղությամբ նաև դեսպան են Վատիկանում, օրինակ մինչև Միքայել Մինասյանին ռեզիդենտ դեսպան նշանակել է,
Վատիկանում Հայաստանի դեսպան եղել Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայից, Արմեն Սարգսյանը Լոնդոնից։ Հիմա մի քաղաք պետությունում մենք ունենք ռեզիդենտ, այսինքն այնտեղ այդ Սուրբ Պողոս Պետրոս տաճարից ու այս համալսարանից եւ մի հատ Վատիկանի լրատվականից բացի ուրիշ բան չկա այնտեղ աշխատելու։ Մի քաղաքի դեսպան է։ Ու ինքը տեղյակ չի, որ այնտեղ այդ համալսարանում կազմակերպվում է քարոզչական բարձր չէ, որ դա ասենք գիտական արժեք չի կարող ունենա այդ միջոցառումը։ Ասենք բռնապետական Ադրբեջանում, որը 21-րդ դարում հայ քրիստոնյաներին ցեղասպանության եւ բռնի տեղահանությանն է ենթարկել միայն իրենց հայ լինելու եւ քրիստոնյա լինելու համար, ու դրանից հետո բարբարոսաբար ոչնչացնում է քրիստոնեական հուշարձաններ, ոչ միայն ժամանակակից նոր տեղադրված հուշարձաններ, այլ նաեւ դարավոր վանքեր եւ եկեղեցիներ, տաճարներ, բարբարոսաբար ոչնչացնում է դա, կաթոլիկ երկրում, ասենք Վատիկանում, հոգևոր կենտրոնում կազմակերպվում է քրիստոնեություն Ադրբեջանում գիտաժողով, որոնց Հայաստան ունի ռեզիդենտ դեսպան, որ ամիս մի քանի հազար դոլար փող է ստանում։ Սա գիտեք ինչ է, սա պետական դավաճանություն է, սա անգործությունից բացի սրանք այստեղ լուրջ հանցակազմի ենթադրել հանցանքի հատկանիշներ կան։ Բայց սովորաբար դեսպանները պետք է հանձնարարություններ ստանան տվյալ երկրի իշխանություններից, գործադիր իշխանությունից մասնավորապես։ Իսկ մեր ԱԳՆ-ից, այո, եւ ոչ միայն դեսպանը անշուշտ առաջնորդվում ԱԳՆ-ի տրված հանձնարարականներով, ռեկոմենդացիաներով, պահանջներով, բայց նաեւ տեղում գտնվելով ինքն է ցուցաբերում նախաձեռնություններ, ինքն է իրավիճակին հետևում, ինքն է տեղեկացնում մայրաքաղաքին իր առաքելության մայրում։ Հիմա Հայաստանի իշխանություններից ինչ ուղերձներ են ստանում մեր դեսպանները տարբեր երկրներում։ Ես չեմ կարող ասել, դրանք ծառայական օգտագործման հանձնարարականներ են, ես դրանց մասին տեղյակ չեմ, բայց դատելով դեսպանների գործունեությունից կարելի է իմանալ, օրինակ ասենք 2022 թվականին գրեթե ոչ մի դեսպանություն Հայաստանի ազգային տոնի անկախության օրվա ընդունելություն չի կազմակերպել։ Բացառություն եղել միայն Ֆրանսիան, Գերմանիան, մեկ-երկու երկիր։ Իսկ դա նշանակում է, որ ըստ էության արտգործնախարարությունն է հանձնարարել կամ 23-ին էր կարծեմ, 23-ին։ Որ անկախության տոնի գլխավոր տոնի ընդունելություն չի կազմակերպում համատարած ձևով։ Սա օրինակ կարելի է մտածել, որ սա որոշակի վերաբերում է։ Նույնը վերաբերում է հայոց ցեղասպանության նկատմամբ միջոցառումների վերաբերմունքին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթառաջ ազգային ժողովում օրինակ խորհրդանական դիվանագիտության օղակներն օգտագործելու փոխարեն իշխանական падգամավորները հարձակվում են ընդդիմադիր падգամավորների վրա եւ կարծիքներ կան, այսինքն ընդդիմությունը այդպես է ասում, որ դա կապ ունի որոշակիորեն ընդդիմության ներկայացրած ցեղասպանության շղթումը ու ուրացումը քրեականացնելու մասին օրենքի նախագծի հետ։ Նրանց պահվածքը ձեր դիտարկմամբ ինչով կարելի է բացատրել, արդյոք այս օրենքի նախագծի հետ է կապում, թե այլ խնդիրներ են լուծում։ Չէ, ես չեմ կարծում, որ դա միայն այս նախագծը, դա շատ սովորական, իրենց շատ բնորոշ, շատ ազնիվ կեցվածք է ԿՊ-ի падգամավորների կողմից։ Մարդիկ խուլիգան են, խուլիգանությամբ են զբաղվում, բա ինչ անեն, ասենք հիմա եթե ինտելիգենտ մարդիկ լինեին, բանիմաց մարդիկ լինեին, օրենսդրական գործունեությամբ զբաղվեին, օրենսդրությամբ հիմա որ գնացել ես այդ ասենք այդ հարբեցողին ասած չես խմում։ Ոնց կգնահատես, ասեք կարող է ինչ-որ մի պատճառ եղել դարդից խմում, չէ։ Ալկաշ է խմում է։ Հիմա այս մարդիկ են, խուլիգան են, խուլիգանությամբ են, առաջին անգամ է որ այտենց վարքագիծ են դրսևորում։ Ես չեմ կապում որ ինչ վերաբերում Բայց շատերի կարծիքով ինչ որ լարված բան կա ԿՊ-ի ներսում, դրա համար են այսպիսի դրսևորումներ լինում եւ սովորաբար այսպիսի դրսևորումները հենց այդպիսի իրավիճակներում են լինում։ Դա այդ լարվածությունը հասկանալի է, իրանք արդեն զգում են, որ ողջ հայ հասարակությունը, որը եղել է ադրբեջանա-թուրքական հեղափոխության իրենց նախաձեռնած ղեկավարած հեղափոխության խաբեության զոհը աստիճանաբար գիտակցության են գալի եւ իրանք շատ լավ գիտեն հիմա իրանք ինչ ռեպուտացիա ունեն հասարակության մեջ առանձին ընտրությունների արդյունքները նույնիսկ այս բռնապետական ռեժիմում ցույց են տալի որ ժողովուրդը համընդհանուր դուրս է եկել իրանց դեմ պայքարի եւ դա թափ է հավաքում եւ իրանք նաեւ ունենալով օպերատիվ տեղեկություններ լինելով իշխանության ղեկին որոշակիորեն վերահսկելով իրավիճակը տեսնում են ինչ է կատարում հասարակության մեջ եւ դա իրանց մոտ ներվային ջղաձգումների է առաջ բերում իսկ մնացած ասենք հիմա Ալեն Սիմոնյանը ասենք նորվա խուլիգանն է որ հիմա ասենք թե իր խուլիգանական պահվածքը նիստերը չկազմակերպելու ի վիճակի չի ասենք նա ի վիճակի չի նիստ ղեկավարի չէ ասենք ինքը ականած սադրանքներ հրահրում վիրավորում է պատգամավորի նույնիսկ եթե պատգամավորների միջև դիսկուսիաները ծավալում են ոչ կառուցողական
ընթացքով նա փոխարենը հանդարտացնի երկու կողմերին նիստի բնականon ընթացք ապահովելու նպատակով ինչի իր գործառույթն է, անում է ճիշտ հակառակը, ավելի ասրում իրավիճակը եւ այլն։ Խուլիգան այդ մարդը։ Հիմա ինչ անես, այստաս ինչ ակնկալես Ալեն Սիմոնյանը։ Դրա համար բա երբ որ մարդուն ղեկավար պաշտոնների են նշանակում կամ ընտրում, չէ՞, ինչի համար են կարևորություն տալի, թե մարդը ինչ դաստիարակություն է ստացել, ինչ կրթություն է ստացել, ինչով է զբաղվել մինչև այդ։ Հիմա ասենք թե տենում ենք էլ ում տղանը, չէ՞, տեսել ենք։ Ժառանգական բաների հետ միասին նաև իր կյանքում ավելացել է նաև պայմանական ռեֆլեքսները։ Քաղաքացիների վրա թքել է օրինակ։ Սիցիլիա մաֆ ակումբի ղեկավարն է եղել մինչև ազգային ժողովի падգամավոր ընտրվել է։ Ինչ ես ուզում դրանից որ ինչ անի։ Ասենք նա ինչքան էլ որ ասենք պատրվի ունակությունների սահման գոյություն ունի։ Օրինակ ասենք թե մարդը կարա բարձրացնի ենթադրենք 170 կիլոգրամանոց ծանրաձող պարկած տեղից 3 անգամ։ Դա ենթադրենք նրա առավելագույն կարողությունն է։ Հիմա 200 դնես չի կարա։ Չի կարա։ Իսկ ընդդիմության ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ ես ճիշտ ասած զարմացած եմ մեր ընդդիմադիր падգամավորների տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած դիրքորոշումներից։ Տեսեք, երբ որ մենք նաև ես չասեմ մենք էլի, որպես այդ գաղափարի անդնապես այդ գաղափարը պաշտպանող մարդ, ասում եմ որ պետք է սկսել ազգային ժողովի անվստահության գործընթաց, պատճառաբանությունը ինչա դա չանելու, որ մինչև հիմա ոչ մեկ չի արել, ասում են որ դրա համար պետք է 54 կողմ ձայն որ որոշում ընդունվի, ընդդիմադիր падգամավորների քանակը 54-ից պակաս է, ուրեմն պետք է ԿՊ-ի падգամավորների կողմ լինելը։ Ո՞վ է գնացել ԿՊ-ի հետ խոսը։ Առանց ԿՊ-ի հետ խոսալու դա այդ գործընթացը նախաձեռնելը դա անլրջացնել է նշանակում։ Մեկը գիտենք որ դա չի լինելու, չէ՞։ Ու այդ նույն падգամավորները, որ գիտեն որ օրենքի ընդունման համար պետք է նույն 54 կողմ ձայնը առնվազն, ոնց որ անվստահության համար, որ ԿՊ-ի հետ չեն խոսել, որ որևէ նախնական պայմանավորվածություն չունի, որ փողոց չեն գեներացրել, մենք ասում են պետքա փողոցը գեներացվի, նոր մենք սկսենք, մինչև փողոցում մարդ չլինի, մենք փողոցում էլ որ մարդ չկա, ոչ մի բան գեներալ, բայց իրենք այդ օրենքի նախագիծը հեղինակում ասում են ակնհայտ է որ ԿՊ-ն կողմ չի քվեարկելու այդ նախագծին, բայց նպատակը որն է անլրջացնել, մեկ ամիս, բայց նպատակը անլրջացնելն է հայոց ցեղասպանության, որովհետև իմպիչմենտի գաղափարի վերաբերյալ ասում են եթե մենք դա սկսենք իմանալով որ դա չի անցնելու, նշանակում է որ մենք անլրջացնում ենք այդ գործընթացը։ Հիմա իրանք փաստորեն դիտավորյալ անլրջացնում են հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը, թե նախաձեռնել է մի օրենքի նախագիծ, որը չընդունվի, որ ամբողջ աշխարհն ասի, որ Հայաստանի խորհրդարանը դեմ է հայոց ցեղասպանության քրեականացմանը։ Տենց է ստացվում։ Մենք քրեականորեն գրքում ենք հոդված։ Ես ոչ թե իմ այս ըստեյության քննադատական մոտեցումը վերաբերում է դրան, որ ոչ թե ինչի են նախաձեռնել, կարծում եմ շատ ճիշտ է այդ նախաձեռնությունը։ Այո, այդպես պետք է բոլոր նախաձեռնություններով եւ ոչ միայն սրանով։ Մինչեւ հիմա հետեւողականորեն ոչ թե հաշտվել ԿՊ-ական իրողության հետ, այլ պայքարել դրա դեմ։ Այո, նախաձեռնել գործընթացներ եւ ստիպել, որ ԿՊ-ի падգամավորները ռացիոնալ որոշումներ կայացնեն։ Իդեպ, այս նույն օրինագիծը, որ ներկայացրել, ըստ էության արդեն ազգային ժողովը մի անգամ քննարկվել է, ասում եմ ձեզ հիշեցնեմ։ Հայակվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն հենց դրա մասին էր։ Քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը եւ Արցախ Ադրբեջանի կազմում ճանաչել։ Դա եղա հայակվի նախաձեռնություն։ Եվ դրան ոչ թե միացել են միայն Հայաստան խմբակցության падգամավորները, ոնց որ այս նախաձեռնության, այլ նաեւ Հայաստան խմբակցության, որովհետեւ իրանք էլ են ստորագրել շատերը հայակվի նախաձեռնության տակ, եւս 58000 Հայաստանի քաղաքացի։ Իսկ ԿՊ-ն դեմ քվեարկեց եւ թույլ չտվեց, որ անգամ այդ օրենքի նախագիծը, որի հեղինակը 58000 Հայաստանի քաղաքացի էր, նույնիսկ մտնի ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։ Իմպիչմենտի գործընթացին անդրադառնալով օրերս դուք գրել եք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հեռացվելու է ազգային ժողովի կողմից նրան անվստահություն հայտնելու իմպիչմենտի միջոցով։ Այլևս պարզ է, որ այդ գործընթացում ամենամեծ արգելքն առայժմ հանդիսանում են ազգային ժողովի ընդդիմադիր կոչվող падգամավորները։ Ընդդիմադիր ճակերտներն են։ Այո, ճակերտների մեջ ընդդիմադիր։ Ճիշտ է։ Նախ ինչու ճակերտների մեջ, եւ երկրորդ ինչու եք վստահ, որ Նիկոլ Փաշինյանը իմպիչմենթով հեռանալու է։ Ակնհայտ չէ, որ ձախողվելու է այդ process-ը։ Ոնց է ակնհայտ։ Ինչից եք ենթադրում, որ ակնհայտ։ ԿՊ-ականները միանալու են, պարոն Ղազարյան։ Իհարկե միանալու են, բայց ինչ եք մտածում, որ չպիտի միանան։ Իսկ ինչ եք մտածում, որ միանալու են, ինչով եք բացատրում, որովհետև մարդը, որ падգամավոր է, ինքը իհարկե կարա ընդգրկված լինի խմբակցությունների կազմում, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք եւ Հայաստանի սահմանադրությունը բոլոր падգամավորներին
անկախ դրանից թե իրենք որ խմբակցությունում են ընդգրկված, կին են թե տղամարդ, երիտասարդ են թե ալեհեր, նրանց բոլորի համար նախատեսում է նույն ծավալի իրավունքներ եւ նույն ծավալի պարտականություններ։ Ավելին սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր падգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված չի հրամայական մանդատով եւ որոշումները կայացնում է սեփական խղճով եւ համոզմունքներով։ Վարչապետ ընտրելու, վարչապետին անվստահություն հայտնելու որոշումները խմբակցությունները չեն կայացնում։ Падգամավորը յուրաքանչյուրը առանձին է կայացնում։ Հիմա ազգային ժողով մեր սահմանադրությամբ ազգային ժողովը որպես իշխանության բարձրագույն մարմին, միակ մարմին, որ ընտրված է ժողովրդի կողմից, ձևավորում է կառավարությունը եւ վերահսկում դրա գործունեությունը։ Վերահսկողության ինստիտուտներից մեկը այն է, որ կառավարությունի ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագիր եւ պարտավոր է այդ ծրագրով առաջնորդվել։ Եթե կառավարությունը շեղվում է այդ ծրագրից, падգամավորը որպես պաշտոնյա պարտականություններ ունեցող պաշտոնատար անձ, պետությունից փող ստացող մարդ, պարտավոր է իր պարտականությունը կատարի։ Իսկ այդ պարտականություններն է վերահսկել, որ կառավարությունը չշեղվի իր ծրագրից։ Եթե տեսնում է շեղում, այ անվստահության գործընթացը այդ ինստիտուտը դրա համար է նախատեսված, որ այդ կառավարությունը հեռացվի, այդ վարչապետին անվստահություն հայտնի։ Եթե դու տեսնում ես, որ ինքը շեղվել է, արձանագրում ես եւ նախաձեռնություն չես ցուցաբերում նրան անվստահությունը, նշանակում ես նորմալ է, ոչինչ, որ շեղվել է։ Քաղաքականապես աջակցություն ես ցուցաբերում։ Բայց ԿՊ-ի դեպքում ակնհայտորեն հիմա տեսեք, հիմա ԿՊ-ի դեպքում որ իրանք նախաձեռնություն չեն ցուցաբերում, այդ իրանք քաղաքական աջակցությունն է։ Դրա համար իրանք համարվում են իշխանական խմբակցության, իշխանությանը աջակցող падգամավորներ։ Բայց եթե մյուս падգամավորները, որոնք իրանք ընդդիմադիր են համարում, նրանք էլ նախաձեռնություն չեն ցուցաբերում, ավտոմատ հայտնվում են ճակերտների մեջ։ Իրանք են իրաց դրել ճակերտների մեջ։ Ինչ ելք է ունենալու այս գործընթացը, պարոն Ղազարյան։ Հայերենի գրագրության կանոնները պահպանելով եմ այդ ընդդիմադիրը վերցրել ճակերտների մեջ։ Իրենց ֆունկցիոնալ ճակերտավոր ընդդիմադիր դարձնելու որոշումը իրանք են կայացրել։ Հիմա կմիանան ԿՊ-ից падգամավորներ այդ նախաձեռնությանը թե չէ, պարզ կլինի, հստակ կլինի դրա մասին խոսել միայն այն դեպքում, երբ որ այդ նախաձեռնությունը գոյություն ունենա։ Ոչ թե ենթադրես, որ իրանք դեմ են, այսինքն ով է նրանց հետ խոս, ինչ գիտեն, օրինակ դուք ասում եք, չեն միանա ԿՊ-ի падգամավորներ, ինչ գիտեք, խոսեք որևէ մեկի հետ խոսել եք այդ թեմայով։ Դուք չեք կարող խոսեք, որովհետև այդ նախաձեռնությունը չկա։ Հիմա ասենք թե եթե նախաձեռնություն չկա հայոց ցեղասպանությունը քերականացնելու օրենքի նախագծի, մենք ինչ իմանայինք, իրանք դեմ կլինեն թե չէ, օրինակ որ իրանք հայակվեն նախաձեռնությանը դեմ են եղել, մենք դա գիտենք, ինչի՞ց գիտենք, որտեղ նախաձեռնությունը մշտապես պարոն Ղազարյան ասում են, որ առանց Նիկոլ Փաշինյանի փաստացի դա են ասում, իրենք ոչինչ են։ Հետևաբար իրենք Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն իշխանությունից։ Բայց հենց պետք է քննարկել նաև իրանց գոյությունը առանց Նիկոլ Փաշինյանի։ Մենք այսօր ապրում ենք, այսօր փաստը ԿՊ-ական որ падգամավորը կարող է գոյություն ունենալ առանց Նիկոլ Փաշինյանի։ Ձեր դիտարկմամբ մի հոգու անուն տվեք։ Ցանկացած падգամավոր կարող է իրան պատկերացնել, իրան ուղղակի պետք է ներկայացնել կյանքի հնարավոր սցենար նաև առանց Նիկոլ։ Մենք այսօր փաստ է, չէ, ապրում ենք մի կյանքում, երբ որ падգամավոր չի Վիլեն Գաբրելյանը։ Բայց նա շարունակում եմ նա։ Բայց մենք շարունակում ենք ապրել, չէ՞, այսինքն փաստորեն կյանք գոյություն ունի։ Բայց մեր առանց Վիլեն Գաբրելյանի падգամավոր լինելու կյանք գոյություն ունի։ Ով կմտածեր, որ կարելի է ապրել, երբ որ Վիլեն Գաբրելյանը падգամավոր չի։ Ես գնահատում եմ ձեր հումորի զգացումը, պարոն Ղազարյան։ Բայց այստեղ հարցը այլ է։ ԿՊ-ական որ падգամավորը կմիանա այս գործընթացին, մեկ հոգու անուն տվեք։ Ցանկացած։ Որովհետև այդ ԿՊ-ական падգամավորը պետք է հասկանա, որ ինքը падգամավոր դառել է, այդ կարգավիճակը ձեռք է բերել։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Ոչ։ Այդ գիտակցությունը, եթե իրանց որևէ մեկուն այդ գիտակցությունը, մենք պետք է իրանց հետ բացատրական աշխատանք տանենք հասկանա, որ Հայաստանի քաղաքացիների քվեարկության շնորհիվ եւ Հայաստանի քաղաքացիները ԿՊ-ական падգամավորի չեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին, պարոն Ղազարյան։ Դա ձեր սուբյեկտիվ եւ սխալ մեկնաբանությունն է։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը չի նախատեսում անձի ընտրություն։ Մեր երկրում գոյություն ունի միայն համամասնական ընտրական համակարգ, որով քաղաքացիները քվեարկում են ոչ թե անձերի, այլ միայն կուսակցությունների օգտին։ Կուսակցություններն էլ ընտրությունների մասնակցում են նախընտրական ծրագրերով, այսինքն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկել, նշանակում է քվեարկել նրան Հիմա դուք ասում եք Հիմա դուք օրենքն եք մեջ բերում, բայց մեր իրականությունը բոլորովին այլ բանի մասին է, պարոն Ղազարյան։ Այստեղ մշակութային կարևոր խնդիր կա,
ես իհարկե վստահ եմ, որ դուք ոչ թե ձեր տեսակետն եք ներկայացնում, այլ հարցազրույցին ինտրիգ եք հաղորդում, հանրային որոշակի ընկալումներ ներկայացնելու Ժողովուրդը գնում ընտրում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ ներկայացուցիչ կամ գնում է նրանց ծրագիրն է կարդում ըստ այդ ընտրություն կատարում, պարոն Ղազարյան։ Այդ է մեր օրենքը։ Օրենքը դա է, բայց Հիմա իրականությունը դուք ասում այլ եք, է։ գիտեք ինչ, քանի որ դուք խոսում եք սահմանադրությունից, օրենքից, падգամավորի կարգավիճակը, դուք չեք հասկանում, որ մենք գործ ունենք մի հատ անօրեն երկրում, որտեղ մի հատ փոքր խմբակ, ընդամենը 150 գլուխ, զավթել են մեր ժողովրդի իշխանությունը, խաբեության միջոցով, անցել են թշնամու կողմը, իրականացնում են պետական դավաճանության հանցանքի բոլոր հնարավոր դրսևորումները, Ադրբեջանի, Թուրքիայի շահեր են սպասարկում, որի հետևանքով զոհում են այդ ժողովրդին, նրա զավակներին, թալանում կեղեքում են հարկերի միջոցով այդ երկրի քաղաքացիներին, այդ երկրի տարածքները, թվում կենսական նշանակության տարածքները, ճանապարհները, ենթակառուցվածքները հանձնում են թշնամուն, երկիրը դրսում են։ Դուք չեք հասկանում, որ այդ իրողությունն է եւ պետքա սուս գլուխներդ կախ հաշտվեք այդ իրողության հետ։ Բայց ոչ ոք չի ասում գլուխները կախ Բա հիմա գլուխները կախ չհաշտվել նշանակում է պայքարել այդ հանցախմբի դեմ։ Պարոն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն ասում են, որ դատարկ թուղթ բերի Նիկոլ Փաշինյան, իրենք կողմ կքվեարկեն։ Այդ մասին հայտնել է մի падգամավոր, այն էլ հայտնել է կարծեմ 2018 թվականին, այդպես աղջիկ է, այտենց պատկերով եմ իրան հիշում, այտենց ազգանունը չեմ հիշում։ Այդ է ասե այդ տեսակետը։ Նրանցից մեկը այնտեղ կա այդ պայն այդ խմբակցությունում 69 падգամավոր, որից ես ինքս որպես ակտիվ հասարակական գործունեության զբաղվող մարդ 40-ին չեմ ճանաչում։ Հիմա ասեք թե եթե ես ձեզ կարդամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների անունները, հա չենք ճանաչում։ Դուք որպես ակտիվ լրագրող, որը օրը վարում է ենթադրենք առնվազն 1 հարցազրույց տարբեր գործիչների հետ, հետևում է հանրային կյանքի բոլոր իրադարձություններին, այդ թվում ազգային ժողովի աշխատանքներին, 40-ի անուն, ասենք որ ասեմ Ալեն Սիմոնյան Քիշեկու մասին, այն էլ ինչեւ Քիշեք, մի շորի խուլիգանական դեր։ Հիմա ասենք եթե ասեն Անդրանիկ Քոչյան, բոլորը քիշ են։ Ինչով քիշ է։ Որովհետեւ լրագրողին վիրավորել է, իրան անտակտապ այլանդակություն արել է։ Այդպես բան 40-ին նրանք սկի այլանդակություն էլ չեն անում։ Նույնիսկ խուլիգանություն չեն անում, հասկանա՞, բնույթով այդպեսին լինելով, նույնիսկ չեն դրսևորվում։ Հիմա այդ մարդկանց հետ պետք է այդ իմաստով բացատրել մեր երկրի օրենքը, կարգը, սահմանադրությունը, իսկ բացատրական աշխատանքներ իրականացնելու համար մարդկությանը հայտնի են բազմաթիվ մեթոդներ։ Այդպիսի մեթոդներ մշակել է մանկավարժությունը, այդպիսի մեթոդներ մշակել է կենթանավարժությունը, այդպիսի մեթոդներ մշակված են քարոզչություն, բազմաթիվ մեթոդներ կան։ Պետք է բոլոր մեթոդներով աշխատել այդ կենսաբանական զանգվածի հետ։ 7 տարի շարունակ հնարավոր չեղավ աշխատել։ 7 տարի շարունակ նրանց հետ ոչ մեկ չի աշխատել։ 7 տարի շարունակ նրանց թողել են մի կողմ, մոռացել են նրանց մասին, կենտրոնացել են միայն Նիկոլ Փաշինյանի վրա, ասում են Նիկոլ Փաշինյան, դու հրաժարական դու։ Դա ասում են Նիկոլ Փաշինյանը չլինի, դա է հարցը։ Նիկոլ Փաշինյանը չլինի, այդ ամբողջ թիմը փլուզվելու է։ Դա պետքա խոսել այդ թիմի հետ եւ նրանք գիտակցեն, հասկանան, որ երբ որ նրանք բայց իրենք էլ են ընդունում։ Իրենցից մեկն էր ասել, որ ուսապարկ են, էլի։ Դա էլ ասե, այդ ասողն էլ է եղել։ Դա հիմա մի քիչ դժվար եմ ասեմ, ինչ կենթանիներ ավելի շատ նման, բայց այդպես ասող էլ է եղել։ Հիմա գիտեք ինչ, մարդը կարա գտնվի մոլորության մեջ։ Մեր խնդիրը նաեւ այդ մոլորվածներին դարձի բերելն է։ Ոչ թե պետք է նրանց հաշտվել նրանց, ասել թե գիտես ինչ, նրանք այդպիսին են, նրանք կուռ են, նրանց վերական կոնֆորմատներ, նրանք պատասխանատվություն ունի վիդեոներ, հա։ Այսինքն այս դրամաբանությամբ նրանք պատասխանատվություն էլ չեն կրում, դե հիմա չեն հասկանում, անում են, պետք է հասնել իրենց պատասխանատվության դաշտ, ունենալ նախաձեռնություն։ Դա համար չեմ ես առաջի этаպում ասում, որ ընդդիմադիր պատգամ, որովհետև այդ գործընթացի նախաձեռնության իմաստով մեր լեգիտիմ ակնկալիքը առաջին հերթին ընդդիմություն կոչվող падգամավորներից է, որովհետև ի տարբերություն ԿՊ-ի падգամավորների, իրենք դա նաև խոստացել են մեր ժողովրդին, որ իրենք падգամավոր են ընտրվում կամ ընտրվելուց հետո մանդատ են վերցնում, միայն ու միայն այդ նպատակով։ Դուք քիչ առաջ դրանով ձևավորվել են մեր մեջ լեգիտիմ սպասումներ, ակնկալիք, որ դա հենց իրենք պետք է նախաձեռնեն։ Թողել իրանք մի հատ նախաձեռնեն, հասնեն ԿՊ-ին, նոր իմանան ԿՊ-ն ինչ կարծիք է։ Մենք էլ ԿՊ-ի չենք հասե։
Հետևաբար ենթադրյալ խոսել, ասել, այ ՔՊ-ում սենց կմտածեն, ՔՊ-ում սենց կանեն, ՔՊ-ից բոլոր պատգամավորները սենց փորձ ունենալով աչքի առաջ գիտեն արդեն ինչ սпасել քաղաքացիական պայմանագրի падգամավորներից։ Բայց դեպքում իրենք մնացել են падգամավոր, որ ինչ անեն։ Հիմա եթե մանդատները դնեն, ինչ է փոխվելու դրանից հետո։ Մանդատները որ դնեն, Հայաստանում կառավարությունը ավտոմատ ստացվում է, որ հրաժարական է ներկայացրել։ Ինչպես, եթե ընդդիմությունը մանդատները դնի, եթե մեր սահմանադրություն պարլամենտա կոչվում են մարմինը, որ ունի առնվազն 101 падգամավոր։ Եթե ոչ միայն իրենք մանդատները դնեն, այլ ցուցակի հաջորդ համարները հրաժարվեն մանդատներ վերցնելուց, արդյունքում պարլամենտում падգամավորների թիվը մնա 71 կամ 72 գեղամնազան կա 73, ապա կստացվի, որ դա 101-ից պակաս է։ Ուրեմն պարլամենտ չի։ Իսկ մի երկրում, որը խորհրդարանական երկիր է, որի առաջ կառավարություն հաշվետու է, եթե խորհրդարան չկա, ուրեմն չկա նաև կառավարություն։ Դուք այնպես եք ներկայացնում, ասես տարբեր ճանապարհներ կան Նիկոլ Փաշինյանից ազատվելու, ընդդիմությունը պարզապես չի ուզում դա անել։ Ես ողջունում եմ ձեր արձանագրումների իրատեսական բարձր որակը։ Պարոն Ղազարյան, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ անձամբ դուք էլ եք նախաձեռնությամբ հանդես եկել, օրով ժամով ասում եք Նիկոլ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից։ Հանրապետության հրապարակում ակցիա եք հրավիրել, բազմամարդ էր այդ ակցիան, բայց չկարողացաք հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինչու եք վստահ, որ մնացած կարողացանք հեռացնել։ Ինչի համար չհեռացրիք։ Կարելի է հիշեցնել մի հատ մանրամասները։ Չընդունեց ձեզ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հետո իսկ Երևանում չէր, ինքը հատուկ քաղաքից էր բացակայում այդ օրը, որպեսի հետո չընդունելուց հետո 3 տարբերակ այդ ժամանակ օգոստոսի 23-ին առաջարկվել որպես վարչապետի հեռացման հնարավոր տարբերակ։ Մեկը նրա հրաժարականն է եւ ես պատրաստվել էի, որ շատ լուրջ էի պատրաստվել փաստական հիմքերով, ապացույցներով, թե ինչի նա պաշտոնավարելու իրավունք ունի եւ պետքա խելամտորեն հեռանա եւ ուզում էի դա իրեն ներկայացնել եւ ինքը խուսափեց այդ հանդիպումից։ Չնայած հանրային մեծ աջակցությանը եւ կոնկրետ ես ասում եմ, ես ոչ պատրաստ եմ նրան բռնության ենթարկել, դա հնարավոր չէ, ինքը պահպանության օբյեկտ է։ Ուղղակի խոսքով բացատրել ուղի եթերում են փաստարկները եւ լսել նրանից տեսակետներ, որ ինքը կայացնի իր որոշումը։ Դրանից ինքը խուսափեց։ Երկրորդ ասի, որ դա պետքա լինի դատախազի որոշմամբ եւ այդ որոշումը պետքա կայացնել դատախազ Արթուր Դավթյանը, որին մնացել էր մի քանի օր պաշտոնավարման համար, բայց նա իրեն դրսևորեց ոչ թե իր առաքելության համապատասխան դատախազ, այլ որպես սովորական հանցագործ, չկատարելով իր պաշտոնական պարտականությունները։ Եվ երրորդը առաջարկվեց, որպեսզի ազգային ժողովն սկսի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես անվստահություն հայտնելու հնարավորություն չունեմ, որովհետև ես падգամավոր չեմ։ Բայց եթե այդ երեքն էլ ձեր ձեռքում չէր, ինչու եք այդպես վստահ օրով ժամով ասում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալ է։ Ես օրով ժամով ընդամենը ասել եմ հանդիպման եւ հրաժարականի տրամաբանական ընթացքի մասին, ասել եմ, որ օգոստոսի 23-ին ժամը 20:00-ին Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո հանդիպումը եւ եթե այդ հանդիպումը հանրավակին էր մինչև ժամը 19:00-ին եթե հանդիպումը էր 2 ժամ լրի բավարար էր, որ ինքը այդ որոշումը կայացներ եւ հրաժարական տար։ Խելամտությունը դա էր պահանջում, այդ ժամկետները դրան էին վերաբերում։ Հիմա ինքը խուսափել է դրանից, չէ՞։ Այսինքն դա այն ճանապարհն էր, որ կախված էր իր խելամտությունից բխող որոշումներից։ Արձանագրվեց, որ նա այդ խելամտությունը չունի։ Դուք անդադ օրենքներին եք հղումանում, Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, ինքն էլ է հիմա անդադ դա ասում, որ հրաժարական էր տվել, բայց նա ընտրություններ էր անցկացնում։ Ու զավթելով իշխանություն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակ հրաժարական տված մարդն է, որ հրաժարականից հետո շարունակել է պաշտոնավարել։ Եվ գնալ ընտրությունների։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը աշխարհում միակ մարդն է, որին պարլամենտը դեմ այլ է, որ ինքը լինի։ Իր թեկնածությունը առաջադրվել է վարչապետի պաշտոնում, պարլամենտը 2 անգամ, մի անգամ չէ, 2 անգամ դեմ է քվեարկել, ինքը մնացել վարչապետ։ Բայց որ ասում ենք իշխանազավթումը իրականացրել, ի՞նչն ենք ասում։ Իսկ դուք քիչ առաջ հղում եք անում օրենքներին, սահմանադրությանը։ Դրա համար լսեք, էլի տարբերությունը շատ կարևոր հարցեր եք բարձրացնում։ Դրա համար ես ասում եմ պետք է անել գործողություններ, որոնք կապված են ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամքի հետ, իր որոշումների հետ, ինքը օրենքը հարգի թե չհարգի, այլ իր կամքից անկախ։ Այսինքն եթե պարլամենտը քննարկում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իր սուբյեկտիվ գործոնը այդ ամբողջ գործընթացում գոյություն չունի։ Այսինքն ինքը նստած հետևում է պարլամենտի աշխատանքներին եւ քվեարկության արդյունքներին։ Ազգային ժողովը որոշում է կայացնում անվստահություն հայտնել վարչապետին։ Կողմը
5 падգամավոր ենթադրենք, որոշումը կայացվել է, վերջ, ինքը վարչապետ չի։ Այսինքն իր կամքից չկա։ Հիմա ասում ենք դա կախված է նաև падգամավորների կամքից։ Դեռ ասում եմ, դե հարգարժան ընդդիմադիր падգամավորներ։ Խոսքը վերաբերում է իդեպ երկու խմբակցություններին առանց բացառության նրանց կազմում ընդգրկված падգամավորներին առանց բացառության, առանց որևէ վերապահումների։ Նախաձեռնեք նախ դուք ինքներդ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, մի հատ որոշման դա պաշտոնական ձև ունի, որոշման նախագիծ պիտի լինի, հիմնավորում պիտի լինի, վարչապետի թեկնածու պիտի լինի, թեկնածուի անձնական տվյալներ, որոնք համապատասխանում են ազգային ժողովի падգամավորի ներկայացվող պանելի, ով յերից տեղեկանք վերջին 4։ Այդ ամբողջ փաթեթը օրինական սարքեք, ստորագրեք, տենանք որ դա կա։ Նոր սկսենք աշխատանք, նախ իրանք պիտի սկսեն։ Եթե այդ գործընթացը ձախողի, ինչ է լինելու եւ ձեր գնահատականը որն է։ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Այսինքն դրանք դրա բացասական երկի դեպքում իրանք ոչինչ չեն կորցնում։ Այսինքն եթե դա չեք անում, Նիկոլ Փաշինյանը մնում է, չէ՞։ Անեք, չստացվի էլի մնում է, չէ՞։ Բայց որ անեք ու պարզվի, որ ժողովուրդը այդ գաղափարին աջակցում է։ Դուրս են գալի փողոցա գեներացվում, այդ փողոցային ճնշումը ազդում է ԿՊ-ի падգամավորների տրամադրության վրա։ Լսեք մարդիկ падգամավորներ, ովքեր ազգային ժողովում աշխատում են, ասում են մենք տեսնում ենք ԿՊ-ական падգամավորների հայացքը, նրանց մեջի վախերը եւ այլն, եւ որ փողոցում մարդ ալում, դա իսկապես տենց է։ Ամենաթեթև հանրահավաքի ժամանակ դրանք անհետանում են, ինտերվյուներ չեն տալի, ճեպազորիստների չեն գնում։ Վախենում են։ Մարդկանցից վախենում են ժողովրդի իշխանությունը, բայց ու պիտի վախենալ, այդպես մի հատ բան կա, չէ՞, ասում է ղամազությունից բան, ասում է վախենալու բանից չվախենալը։ Վախենալու բանից պիտի վախենան։ Դրանք հիմա որ տեսնում են ժողովրդի ուժը, վախենում են, ղամազություն չեն անում։ Շատ քիչ է, հիմա ասենք կարող է Անդրանիկ Քոչարյանը ղամազություն անի մինչև վերջ։ Դե թող մեկն էլ անի։ Մեզ ընդամենը պետք է այդ որոշման համար ԿՊ-ի 69 падգամավորներից ընդամենը մի հատ էլ զապասով 20 падգամավորի, 19 падգամավորի դիրքորոշում, որը ոչ թե մենք պիտի պարտադրենք իրանց, պիտի ստիպենք, ոչ, հակառակը։ Այդ ժողովրդական ճնշումն ու աջակցությունը պիտի օգնի իրենց, որ իրենք ազատվեն այն պարտադրանքի ճնշումների տակից, որի տակ հիմա իրանք գտնվում են այդ ձեր ասած մեկնաբանությունները, որ դուք չեք ընտրվել падգամավոր, Նիկոլն է ընտրվել, մարդիկ Նիկոլին են ձայն տվել, դուք դարել եք падգամավոր, որովհետև Նիկոլն է որոշել, որ դուք դառնաք, դուք ուսապարկ եք։ Սա այն ընկալումն է, որ կա մեր իրականությունում։ Հիմա մենք պետք է իրանց օգնենք, այդ ասենք, չէ, դուք ուսապարկ չեք, դուք ամիոբաներ չեք, դուք չգիտեմ կերյաներ չեք, դուք մարդ եք, արա կարող է զարմանալ, կարող է ուրախ, դուք մարդ եք, դուք падգամավոր եք, որը պիտի ունենա կարծիք, այդ կարծիքը պիտի համապատասխանի մեր երկրի սահմանադրությանը, օրենքներին, դուք կարաք ձեր կարծիքը ազատ արտահայտեք եւ դրանից հետո ձեր կյանքում ոչինչ չի լինելու, հակառակը դուք դրանից ձեզ ազատում եք հանցանքի մասնակից լինելուց, մինչեւ հիմա հանցանքներ եք գործել։ Ցանկացած պահ եթե հանցագործը հրաժարվում է իր մտադրությունից, նույնիսկ եթե մի մաս արել է իր հանցանքի, այսինքն մեկին սպանել է, 10-ին էր ուզում սպանել, մեկին սպանել էին, հետո տենում է որ վատ բան արել, փոշմանում այդ մա ոստիկաններն ասում են ինձ պահեք ախպեր, ես մարդ եմ սպանել, ել չեմ ուզում սպանել։ Դա կարա դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք, իրան հիմա մենք այդ մարդկանց հետ պիտի այդ ձևով խոսենք, իրանց պետք է հանենք այդ Նիկոլ Փաշինյանի, ադրբեջանա-թուրքական, Ալիևի, Էրդողանի այդ իշխանության կապանքներից եւ ես կարծում եմ որ մենք դա կհաջողվի։ Այսինքն 18 թվին դուք դարձյալ մնում եք այն համոզմանը, որ տեղի ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այսօր իդեպ ապրիլի 23-ն է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Դա ադրբեջանա-թուրքական հեղափոխության հաղթանակի օրն է եւ դա իրանց հաջողվել է ադրբեջանա-թուրքական հեղափոխության պարագլխի Նիկոլ Փաշինյանի եւ այդ հեղափոխությունը ղեկավարող ուժերի եւ այդ հեղափոխությանը խաբեությամբ եւ խարդախությամբ զոհ դարձած 100 հազարավոր քաղաքացիների ճնշման որոշման արդյունքում, բայց դա նաեւ նշանավորվել է այդ հեղափոխության գլխավոր հաղթանակը դրանում, որ դրանից ուղիղ 5 տարի անց 2023 թվականի ապրիլի 23-ին Հակարի կամրջի մոտ տեղադրվել է ադրբեջանական սահմանային ծառայության հսկիչ անցակետը եւ Արցախի շրջափակման հաղորդվել է պաշտոնական բնույթ, որին հաջորդել է Արցախի ցեղասպանությունն ու բռնի տեղանությունը։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը իր նպատակի, այսինքն այդ Հակարի կամրջում էլ այդ անցակետը տեղադրվել է այդ հեղափոխության պարագլխի հոկտեմբեր 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ապօրինի որոշման հետևանքով։ Հիմա բոլորին մեղադրում են, ասում են դուք եք Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
դա ցնդաբանություններ է, դրան պետք է ուշադրություն դարձնել, դրանից իրականությունը չի փոխվում, դրանից փաստերը չեն փոխվում եւ այս իրականությունը փոխելու մի ձև գոյություն ունի, դա ոչ թե դրա հետ հաշտվելն է, որ իրանք այդպիսին են, դա արդեն եղել է, դրանք տենց կան, իրանք պիտի մնան, նորից պիտի իշխանություն, այլ ոչ։ Հետևողականորեն պայքարել է եւ պայքարի արդյունք ունենալը։ Պարոն Ղազարյան, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը մի խումբ գործարարների եւ պաշտոնյաների հետ Գիրանց էր այցելել եւ այն հռչակել էր իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործում։ Դրանից օրեր անց լրագրողները գնում են այնտեղ եւ նրանց աշխատանքը գրեթե անհնար է լինում։ Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործում թե ձախողում։ Գիրանցի պատը կարծում եմ մենակ մի նպատակով կարելի էր օգտագործել, եթե Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն չլիներ, որովհետև Եվրոպայի խորհրդին անդամակցելուց եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացնելուց հետո մահապատիժը որպես պատժի տեսակ արգելված է մեր երկրում եւ դա իմանալով Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր համար պատժի նախընտրելի տեսակն է, որ ինքը կանգնի գնդակահարության պատի տակ։ Ես դες չգիտեմ ինքը այդ պատ նկատի ունի հենց այն Գիրանցի պատը թե այլ պատ, բայց դա ապօրինի, դա դաժան եւ անթույլատրելի պատժատեսակ է, որ անգամ իշխանապողությունից հետո երբեք չպետք է վերականգնվի մեր իրավական համակարգում։ Նիկոլ Փաշինյանի միգուցե կարելի է դատել այդ Գիրանցի պատի տակ, այսինքն դատարանը եթե հարմար գտնի, դատական նիստերը կազմակերպի Գիրանցի ճաքած պատի տակ։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, պարոն Ղազարյան, ձեր դիտարկմամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական տարբերակը այս պահին իմպիչմենթի գործընթացն է եւ դրան զուգահեռ փողոցի գեներացիան։ Դա ոչ թե ամենաիրատեսական, ոչ միայն, այլև միակ տարբերակն է։ Իսկ փողոցի գեներացիան իմ կարծիքով կլինի միայն այդ գործընթացը մեկնարկելուց հետո։ Իսկ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավորման շրջանում Հայաստանում դեռ ընտրություններ տեղի չեն ունեցել։ Միշտ եղել է իշխանազավթում բոլոր հնարավոր դրսևորումներով։ Եվ մի քանի գյուղի կամ քաղաքի ընտրությունների մոտավոր արդյունքները, որոնք սուբյեկտիվ գործոններով են պայմանավորված, երբեք չպետք է խաբեն քաղաքական գործիչներին։ Նիկոլ Փաշինյանը Վահագն Հովակիմյանին չի կարգել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար։ Իսկ այդ ընտրությունների կեղծված, զավթված, իշխանազավթված ընտրությունների արդյունքները կարա բողոքարկվի մենակ մի հաստատությունում։ Դա կոչվում է Սահմանադրական դատարան, որի մասին ես հիմա լռում եմ, բայց դուք հասկանում եք, թե խոսելուց ինչ պիտի ասեի։ Հաշվի առնելով դատարանի որոշումը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ 168 TV-ի եթերում ռիվյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։